Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրու համայնքապետ, այսօր ավականին հաստատեց եւ մի քանի հարց ուզում եմ, որպեսզի մենք իրար հետ քննարկենք ԿՊ-ի պարտությունը սա թե ոչ, Վարդան Ղուկասյանը կարողանա քաղաքը ղեկավարել այս տիպի ընդդիմադիր կեցվածքով, երբ որ ԿՊ-ն ունենալով մեծամասնություն ավականում անդամների մեջ բոյկոտելու են նիստերը, սա մյուս կողմից շատ վտանգավոր խաղ է սկսել ԿՊ-ն եւ Մարտուն Գրիգորյանի քայլը որպես ընդդիմադիր ճիշտ էր թե սխալ, նույնպես մենք փորձենք նորից վերհիշենք եւ այսպես ասած քննարկենք։ Իսկ մինչ այդ սկսելս ես ձեզ ասեմ, որ քանի որ երկար է ամբողջական տեսանյութը տեղադրվի YouTube-ում, կարող եք այնտեղ նայել, Փարքաստու արդեն հնարավորությունները թույլ են տալիս միևնույն ժամանակ այնտեղ տեղադրել համեստեղ եւ խնդրանքս ձեզ լայքեք, կոմենտեք, գրանցվեք, իսկ հայյանքներ, վիրավորանքներ կրողներին հորդորում եմ տաճարել, որովհետեւ ուղղակի փակում եմ ձեր կոմենտները եւ դա ոչ մի բան չի տալիս եւ օգուտ չունի։ Իջևէ գնացինք, բերեք հասկանանք ԿՊ-ն կրվավ Գյումրիում թե չէ։ Իմ տեսակետովս ոչ թե ԿՊ-ն կրվավ, այլ Նիկոլ Փաշինյանի տարածած գաղափարը թեզը հաղթեց Գյումրիում։ Այո, ինչքան է զարմանալի թվա, վերջիվերջով Նիկոլ Փաշինյանը իրեն ցուցաբերում է որպես դեմոկրատիայի ջատագող դեմոկրատ սկզբունքները եւ Գյումրիում հաղթեց դեմոկրատիան։ Ունեցավ իշխանություն Գյումրիում, որը բացարձակապես չունի մենաշնորհ եւ չի կարող ոչ մի գործողություն մենակ կատարել։ Դրա համար պետք է մյուս ընդդիմադիր ավականիների աջակցությունը, դրա համար պետք է ցայներ, то есть քննարկումներ եւ բոլոր հարցերը քննարկումների միջոցով են դուրս գալու։ Սա շատ կարեւոր է դեմոկրատիայի ճանապարհին 35 տարվա մեջ վերջապես Գյումրիում դա ձևավորվեց եւ դա շատ նորմալ է, դա շատ լավ է եւ սրանից պետք է որ եթե ճիշտ մտածենք, պետք է որ Փաշինյանն ուր խնա, Փաշինյանի թիմը սրանով պետք է ուրախ լինի, որ իրենց ուզած դերը դեմոկրատիա եւ շատ լավ է։ Բայց արեք տեսեք, որ եթե կա բավական արտահայտություն շներին բացթողեցին մեր վրա, այս դեպքում ավելի շատ խոզին բացթողեցին մեր վրա արտահայտությունը կարող է սազել։ Դες խոզ ասելով ի նկատի ունիմ ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ես չեմ նրա անունը խոզ, ժողովուրդն ենք ընկել նրա մագանունը խոզ, եթե նրա համար դա վիրավորական է, նախապես ասեմ, որ կներես, բայց քեզ ասում են, ես ինչ անեմ։ Այս մարդը խրխրում է ամեն օր, վիրավորելով ամբողջ մի քաղաքի ժողովուրդ, որ գնացիք ընտրեցիք օլիգարխիկ ռեժիմին, գնացիք ընտրեցիք վատ ապագա, то есть մեզի դրել է մեր ադամ ինչ-որ անհասկացող թե որ մենք չենք հասկանա թե ինչ ենք ընտրել։ Նախ ընկեր ջան, բացատրեմ, որ դու այդ արտահայտություններով կվիրավորես այս վարչապետին, որին որ դու կծառայես, ում վեշմեշոկներից մեկն որ դու ես եղել, ինչով կվիրավորես, որտեղ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել որ Հայաստանում կա ոչ կոռուպցիայով տարված իրավական համակարգ, ուժային համակարգ, դատախազություն, ոստիկանություն, քննիչական ԱԱԶ, то есть ոչ մի քրեական տար կամ էլեմենտ չի կարող ելնել եւ այսօր զբաղվել նրանով ինչ որ կարող էր առաջարել։ Սա եթե Նիկոլ Փաշինյանը նման հաղթանակ չունի եւ ոստիկանությունը կաշառակերությամբ է զբաղված, քննիչականը մյուսը, որը քու խոսքերից այդ կարելի է դասակարգել, այդ դեպքում ելի արտահայտվի սա մեր կառավարության կողմից մեր կառավարության ուժային կառույցները չեն կարող աշխատել, սրանք սաղ վատն են։ То есть, տեսեք, абսուրդ իրավիճակ է, այս մարդը քննադատեկը մարդուն գսե որ քրեաօլիգարխիկ ռեժիմը հետ կուկա, բայց կմոռանալ իրանքի իշխանությունը եւ իրանք պարտավոր են դրա դեմ պայքարել, եթե տեսնիք հանցագործություն քրեական տարբերակով այդ դեպքում պարտավոր եք այդ մարդկանց շատ արագ ձերբակալել կամ չգիտեմ մի խոսքով ունենք եւս մեկ պերսոնաժ Քնարիկ Հարությունյան, այս աղջիկը մի հատ ընկել է տարերքի մեջ, կրառումով կեն է, վիրավորանքի հետևից, այս աղջիկը մեծ տպավորությունով ինչ որ մեկից եմ հղի ես, այդպես կենեն կանայք, երբ որ այդ մեկից եմ հղի կմնան,
եւ քանի որ Մարդուն Գրիգորյանը անը շատ կուտա, միգուցե պարոն Գրիգորյանը ման պատասխանություն տա քեզ հարցով, բայց սա կես կադակ կես լուրջ է, աղջիկան չես հասկնա, թե ինչ այդպես մտահոգ է։ Սակայն այստեղ եւս Մարդուն Գրիգորյանն իրանց պլանները խախտեց, դրա համար սրանք ավել են այսպես ջոր բաների մեջ, ուրեմն իրանք ունեն մի հատ այսպես պլան գծած, որ Մարդուն Գրիգորյանին պետք է, երբ որ Մարդուն Գրիգորյանը վերցնել ավագանու մանդատը, Մարդուն Գրիգորյանին պետք է դեմ տային իրանց բարերը գցելու։ Այսինքն դեմ տային հետեւյալ կերպ Մարդուն Գրիգորյանին բրեսելով ավագանու նիստում առաջարկեին քաղաքապետ դառնալ, ոչ մի բան չուզելով դիմաց, то есть ոչ կոալիցիա, ոչ պաշտոն, ոչ մի բան չէին ուզելու։ Ինչու Մարդուն Գրիգորյանը պետք է չկարողանար հրաժարվել, քանի որ հետեւյալ ձևակերպում պետք է դուք խոստացել եք, որ ԿՊ քաղաքապետ չունեն, հա։ Այսինքն դուք ԿՊ-ի քաղաքապետը չեք, եւ դուք խոստացել եք Վարդան Ղուկասյանին պետք է չտաք ձեր ձայները, դուք կարող եք չտալ Վարդան Ղուկասյանին։ Եվ այս դեպքում, եթե Մարդուն Գրիգորյանը կհրաժարվեր, ժողովրդին կելնեին իրանց այդ լուծախառը ձևակերպումներով, իրանց այդ ոչ հարիր պաշտոնատար անձանց կամ պատգամավորների կամ լեքսիկոնով կելնեին, կսկսեին խոսալ նոր տեսակ, ժողովուրդ ձեր ձայնը տվավ ուրիշի Մարդուն Գրիգորյանը, հրաժարվավ, մենք իրանց ինք դարձի քաղաքապետ, բայց ինքը հրաժարվավ։ Սա եւս քաղաքացիական պայմանագիր կուսակցության մերոսես պրոյեկտ էր, որը չստացվավ, դրանից ելնելով այսօր իրանք եկան գտնվան, որ անգամ նիստին չեկան, իմաստը որն էր չեկալու կայք, դուք Սարիկ Մինասյանը գրառում էր, որ մեր ժողովուրդ ջան յուրաքանչյուրի տված քվեին մենք տեր ենք բան, եւ կայք մի ամի տեղն առաջարկեք, կարող է մի ամի տեղը ցեզից են տային, կայք մի ամի տեղը ամբյոնին մոդենայք եւ փորձեիք բարձրացնել մտահոգությունները, որ ճիշտ ընդրություններ չէր, սիքսպես, դուք խաբեցիք ձեր ժողովրդին ու ձեր Գյումրիի Շիրակի մարզի ԿՊ-ի թիմին դա հարիր է։ Երբ որ Դավիթն անդատքսը, որ Գյումրիի թևի իշխանբանը ԿՊ-ի Գյումրիի թեմը ամենադավաճանն է, ես իր այդ լրիվ համակարծիք եմ, որտեղ ԿՊ-ից մարդիկ կային, որ խաղային Սարիկ Մինասյանի թեմ, բայց ելույթների մեջ սկսեն, որ մենք Սարիկ Մինասյանին կպաշտպանենք, ես դրա ամեն ինչի, սրա մասին եւս խոսամ, բայց մի փոքր ուշ։ Ինչու կրվավ ԿՊ-ն, բերեք բուն իմաստ հասկանանք, շատ ժողովրդի մեծամասնությունը կմեղադրեն ձեզ, դու շատ հակաքարոզ տարար, շատ սպես երեցիր, հա ժողովուրդը ինձ մրաշ պրինցիպիալ էր տարել, որ ԿՊ-ն, այսինքն Սարիկ Մինասյանն ըստ դեպքում պետք է քաղաքապետ չդառնա, սա ինձ համար կատաստրոֆիկ դարձել էր հարց, որը պետք է եղներ ու եղավ։ Եվ ես կարող եմ ասել, որ իմ պորտֆոլիոմս կա արդեն երկու քաղաքապետ, մի հատ մարզպետ եւ այն պաշտոնավորը, որին նոր ես հասկանում որ իմ երկրից օգուտ չի բերես պայթուցեմ Շիրակի մարզի տարածքով, ինք անպայման պետք է հրաժարական տակ եւ դուրս գա։ Իմ ճանապարհներով եմ հասնում դրան, դա արդեն մի փոքր այլ է, բայց ամենայն դեպս չեն կարող ինձ սդի մեջ մեղադրել, չեն կարող։ Դες Բարզ մակուր վատն եք գնացեք, միով վատ աշխատավ ինքը պետք է երթան, բայց չէ որ մարդ կա, որին մանդատ կա տված, որ ինչ ուզես պետք է ես, մենք եմ լիցեն չանենք, չկա այդպես բան, ես ոչ մեկի ոչ տալիք եմ, ոչ պարտական եմ։ Ինչևէ, Սարիկ Մինասյանին ես առաջի օրվանից առաջարկել եմ ծրագրեր, առաջարկել եմ քննարկել, լուծումներ, ես ունեմ լուծումներ ինչպես Գյումրիում 2005 թվականի հարցը լուծել, ես ունեմ լուծումներ ինչպես Գյումրիի բյուջեն եռապատկել եւ կրկնապատկել, ես ունեմ լուծումներ ինչպես տուրիզմը զարգացնել, то есть այդ լուծումներն ես ունեմ, շների խնդրի լուծումն ունիմ, աշխատատեղերի ստեղծում եւ տեսանք էլ ինչ տեսանք, Սարիկ Մինասյանը պրոստը արամարեց եւ փորձեց ցույց տալ, որ ինքը ամենակայացածն է եւ ինքը նոր կա, բայց Սարիկ Մինասյանը ծրագիրի չէր, ավելի շատ մի փոքր կողքի դուր նայենք, տեսնենք Արտուր Պապիկյանին եւ մնացածին, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին ոտ պայեցին բարից բուն իմաստով։ Եվ Նիկոլ Փաշինյանը փոխանակ մեր ժողովրդից նեղենա մեր վրեն քսի տախոզին,
պետք է մի հատ նստի հանգիստ մտածես, լավ, այն Դավիթին, Արուշանյան, Մարզպետին կանչես, Դավիթ ջան, լավ տեսնենք ինչ եղավ, որ սպես եղավ, Դավիթը խելաց տղա է, երևի թե հասկնա, որ եղավ այն ինչ որ եղավ։ Ես շատ շուտով ես ամեն ինչի բացատրություններ կտամ եւ մեծ որ սա պայելու ենք, սա միշտ խոսելու ենք, սա տնելու ենք, վերցնելու ենք։ Իջևէ ժողովուրդ ջան, սա մեկ հարց, երկրորդ հարցը Վարդան Ղուկասյանը կկարողանա կառավարել քաղաքը։ Ես գտնում եմ, որ այո, ինչու։ Փորձ ունի նախ, երկրորդը Վարդան Ղուկասյանի տարիքում նոր հարցնալու մասին էլ պետք է մտածել, պետք է մտածել անվան մասին, որ ունենային արդյունքը, որ Աստված մի արած որ հոգին տվավ Աստծուն, իր անունը պետք է թողնա։ Վարդան Ղուկասյանն այսօր իշխանուր ես եմ ասկիցի շփվելով այլ մգրտումներ չունի, ճիշտ է ժողովուրդը խոսար կուզե գույքը փրկե, կուզե աղբորտեղուն ազատեցիք ժողովրդի խոսակցությունը կա, ես այդ ամեն ինչը չեմ տեսել։ Եթե Վարդան Ղուկասյանը կարիտ նպատակով այսքան ռադիկալ չէր տրամադրվի, то есть այսքան չէր ծրածնե հարաբերություններ, բայց քանի որ բավականին լուրջ քննադատությամբ, բավականին լուրջ սրացման բերի Վարդան Ղուկասյանն ունի մեկ ճամփա քաղաքը պես ղեկավարել, որ իր անունը ոսկե տարրերով գրեն ու ժողովուրդը մշտապես հիշի։ Դա կարող է դառնալ լինել լսելով ժողովրդին, ընդունելով խորհուրդներ, կարևոր չէ, որից քաղաքական դիրքորոշումը կամ սոցիալական կարգավիճակը, սա Վարդան Ղուկասյանի համար պետք է կարևոր չլինի։ Մինչ օրը շփելով Վարդան Ղուկասյանին ես հասկացել եմ, որ կա իր մեջ այդ ցանկությունը, ուժը, հնարավորությունը, ուստի աշխատելու է եւ ինձ թվում է, որ կստացվի նրա մոտ։ Հարցերը ժողովրդի կողմից որ ԿՊ-ն պետք է ոտ պահի մյուս, ասեմ ժողովուրդ ջան, ունենք ձևակերպած ուժ ձեր խոնարհծառայի տեսքով, որ ավագանու խմբակցությունը կամ անդամը, որը կփորձի խելամիտ, լավ ծրագրին ոտ պահել, փորձը չստացվել, այդ դեպքում ես կապահովեմ նրան ժողովրդական ճնշում։ Բավականին շատ ինֆորմացիա ունի բոլորի վրա, բավականին լուրջ ինֆորմացիա եւ հավատացած եղեք չկա այդպես մարդ, որ այսօր կարողանա դիմակայել դրան։ Այլ կկրկնեմ խելամիտ ծրագրերին, то есть ես ծրագրերին ամբողջ բոլորին ծանոթ եմ, ծանոթ կեղնին կծանոթանամ, եթե անգամ Վարդան Ղուկասյանը չուզենար ես ծանոթանամ, ես էլի կծանոթանամ եւ իհարկե ես իմ գաղափարս ու միտքս այդ դեպքում կարտահայտվեմ եւ եթե ծրագրին ԿՊ-ն չի գա, օրինակ ԿՊ-ն ինչ է մտքին տերել, որ երկու ավագանի նիստերին, որտեղ որ պիտի քաղաքի բյուջեն քննարկվի, իրանք նույնպես չեն գալու, իսկ բյուջեն պետք է 2/3-ով ընդունվի պարտադիր, այդ դեպքում երկու անգամ որ չի ընդունվում, իշքան որ գիտեմ, որ եկը նախատեսում է, որ գնում ենք նորից արտահերթ ընտրության, վարչապետը հայտարարում է, վարչապետը նշանակում է նոր պաշտոնակատար եւ գնում ենք նոր ընտրություն։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը որոշել է այդ ճանապարհով գնալ, ժողովուրդը նախապես ասեմ, հանկարծ չփորձեք, իրականում կսեմ, ոչ մի բան չի փրկեց ես։ Ասենք դաժեն որ ձերբակալեք էլ ընձի, մեկ է այն ինչ տեսանյութներ կա, ասեմ, սպես ժողովուրդ ջան, տեսանյութներ կան, որոնք որ ես մի ամիս առաջ նկարեմ գա, հետո տեղադրեմ գտու, այս տեսանյութներին տոստուկ ունին մարդիկ այլ երկրում նստած եւ երբ որ ցանկություններն են, տեսանյութները սաղ կան, իսկ այդ տեսանյութների մեջ Աստված մի արած է տեսանյութները հանկարծ մի տեղը դուրս կան։ Դա համար խորհուրդ չեմ տա, ուղղակի խորհուրդ կտամ, որ քաղաքին բնած չտաք, քանի որ դուք որպես քաղաքի տղաք խոսակ կամ քաղաքի ժողովուրդ խոսակ, ուրեմն մեսելեք որ քաղաքին լավ է, դուք կարող եք ճանապարհ գտնել, զարգացնել, տեսեք օրինակ Մարզպետի դեպորա մենք ունենք տարածայնություն, որը մի անգամ Մարզպետին որ քննադատել է, ինձ նրա դե ինքը կաշառակերություն չկան, մարդիկ շատ քիչ էր, մենակ կաշառակերություն մտի չեր։ Ինչևէ ժողովուրդ ջան, կապրիկ կտեսնենք, ես հույս ունեմ եւ մաղթում եմ Վարդան Ղուկասյանին լավ
աշխատանք, ծաղկեցնել քաղաք եւ իրականում գրանցել իր անունը ոսկեզոծ տարրերով Գյումրու պատմության մեջ եւ հույսում եմ, որ նրա մոտ դա կստացվի։ Բերեք անցնենք Մարտուն Գրիգորյանի քայլին, Մարտուն Գրիգորյանի քայլը ես գնահատում եմ որպես բավականին լուրջ քայլ, քանի որ ունենալով հակասություններ, անգամ տարաձայնություններ, չգիտեմ, թշնամանք, Մարտուն Գրիգորյանը իսկ ձայնը տվեց Վարդան Օղեսյանին, ինչով ցույց տվեց, որ քաղաքի շահը իր համար ավելի կարևոր է եւ իր խոսքը ավելի թանկ է, քան ամեն ինչ։ Նայեք, Մարտուն Գրիգորյանը կարող էր ՔՊ հետ ինչ-որ խաղեր տար, բայց քանի որ խոստացել էր, որ ոչ մի ԿՊ-ն քաղաքապետ պետք չունենա Գյումրիում, իր խոսքը պահեց։ Նույն Վահագն Ալեքսանյանը խոզը անընդհատ մեջբերում կինոր Մարտունը խոստացել էր, որ պետք քաղաքապետ Վարդանին ձեն չտա, Մարտունը տվել է, դրա համար ԿՊ-ն Մարտունի դրա մեջ է մեղադրում, բայց Մարտունը խորը վերևից խորոպով թկած ուներ, թե ԿՊ-ն ինչ խոսեր, դրա համար հարգում եմ, դա լուրջ քայլ էր, որը Մարտուն Գրիգորյանն արեց։ Այսօրվա մարզկանը խնդրեմ լայքեք, գրանցվեք եւ ձեր գրառումները թողեք, թե դուք ինչ կարծիք եք այս ամենի մասին։ Շնորհակալություն, հաջողություն։